Հասկանալով, որ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի քարտը մարած է, հիմա էլ մեր պետության դեմ Ռուսաստանա-Բելարուսախառը օլիգարխներ են բերել։ Այսպես արձագանքեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած երկու օլիգարխներին։ Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը։ Եվ այդ process-ը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից Ռուսաստանա-Բելարուսական օլիգարխներին են բերել։ Նրանցից մեկը Հայաստանի տեղը հիշել էր անցած տարի, փորձագետների կարծիքով Կրեմլից հատուկ գործուղվելով այստեղ։ Թքածուն եմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ։ Այլ կերպ չես էլ կարող բացատրել ռուսաստանցի օլիգարխի ներխուժումը Հայաստանի քաղաքական դաշտ, վարչապետ դառնալու անհագ ցանկությունը ու դրա համար նույնիսկ մեկ տասնամյակից ավել ավերված կրկեսի շենքի ափալ-թափալ վերանորոգումը։ Այս մեկն ահա չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերով հանրությանը դիմելու արգելք չունի, արդեն երկրորդ անգամ է հաղորդակցվում է արհեստական բանականության միջոցով։ Վաղը ուշ է լինելու։ Հանրահայտ կանոն է։ Պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուշ։ Հիշում ենք, մեկ անգամ յուրային լրատվամիջոցին հարցազրույց տվեց 30 վայրկյանանոց միտքը մի քանի դուբլով մոնտաժված տարբերակով։ Հիմա էլ չնայած վարչապետի բազմաթիվ հորդորներին, ուղիղ ու բաց հաղորդակցվելու հետ կապված շարունակում է հանրությունից թաքցնել իր ոսկեղենիկ հայերենն ու հավանաբար արհեստական բանականությամբ գեներացնել հաջորդ ուղերձը։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրեք արհամարել։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Երկրորդը հին ու բարի Գագիկ Ծառուկյանն է, Բելարուսի իզգոյ նախագահ Լուկաշենկոյի ընկերը։ Ինչքան բաց հաղորդակցվել է հանրության ու լրագրողների հետ, մի կիկ սարել է։ Քուկլասիկ ցավը տանեմ, ինչ է սարել։ Դասական քաղաքական գործիչ է։ Ինչ է սարել։ Նարա դուսուս։ Այդ սաղ իմ համար եք եկել։ Բա պետական համաձայնավորված լրագրող ինչ գործ ունի։ Դուք երեք բոլորը գնացեք։ Հիմա Նոյան Տապան է ստեղծել, Տապան բարձրացող առաջին քաղաքական գործիչներն արդեն կան։ Հաղորդակցվելու առումով էլ ավելի խելամիտ լուծում է գտել։ Ամեն օր հայտարարություններ է տարածում գեղեցիկ քաղաքագիտական ձևակերպումներով աշխարհաքաղաքական վերլուծություններ, որոնց իրական հեղինակը բոլորին է հայտնի։ Ահա այսպիսին է արմատական ընդդիմության պատկերը պոպուլիստական առաջարկություններով, շատ փողով, արտաքին հովանավորությամբ, բայց Հայաստանի Հանրապետության նկատմամբ սրո սրտացավությամբ։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։